Հարությունյան։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ։ Ճիշտ ասած, խոսելու ցանկություն ու պատճառ առանձնապես չունեի, բայց սիրտս վկայում էր, որ մի այնպիսի բան կասեք, որ պատասխանելու կարիք առաջանա։ Պարոն Ավետիսյան, ես գիտեմ ինչի եք դուք տենց ինձ վատ վերաբերվում, որովհետև ես խանգարում եմ, որ վեր կենաք, բայց ես շատ լավ եմ վերաբերվում։ Խանգարում եմ, որ դուք վեր կենաք, ասեք ինչ-որ բաներ ու անցնի գնա, որովհետև փորձում եմ օբյեկտիվ իրականություն ցույց տալ։ Հիմա այս ծրագրի մասին, որ ասում եք 16 միլիոնի, չգիտեմ դուք հասցրել եք պաշտոնական լրահոսին ծանոթանալ թե ոչ, երեք վարչապետի մոտ տեղի ունեցել քննարկում այս թեմայով, որին ես էլ եմ մասնակցել, ընդամենը մի հատված կարդամ։ Հանդիպմանը քննարկվել են ծրագրի ընթացիկ, ինչպես նաև հետագա շարունակականությանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել ծրագրին մասնակցության նոր չափանիշների սահմանմանը, ըստ այդմ չափանիշների թիրախների որոշմանը, բնակարանային խնդիր ունեցող այլ խմբերին ծրագրում ինտեգրելու հնարավորությունը։ Այսինքն, այս մի րոպե, պարոն Ավետիսյան, նախ սկսենք նրանից, որ սա մեր ծրագիրն է, այսինքն ես դուք չեք նախաձեռնել, էլի, որ տենց նախաձեռնող լինեք, դուք էլ կն։ Երկրորդը, մինչև այս պահը 2000 պարոն Ավետիսյան, ինձ էլ զուգահեռ խոսում եք։ Լավ, հերիք քայլի, ինչքան կարելի ասենք, էլ նայում ձեռով եմ անում, չի կարելի։ Վերականգնեք պարոն Թունյանի ժամանակը, նորից 3 րոպե տվեք։ Ահագին ասելու բան կա։ Մինչև այս պահը 2250 գործարք ա տեղի ունեցել։ Գումարային որ նայում եք 35 միլիարդ դրամից ավել փող է։ Այս պայմանությամբ կա մոտավորապես եւս 400 հայտ, որոնք քննարկման փուլում են, եւ քննարկման հնարավորությունը, որպիսի հետագայում այդ ծրագիրը ավելի թիրախային դառնա, որտեղ այդտեղ տարբեր հարցեր կան, սկսած նրանից թե մարդիկ իրականում տան կարիք ունեն թե չէ, կարող է Երևանում հաշվառված լինեն, գնա ժամանակավոր ուրիշ տեղ հաշվառվեն, բայց ուրիշ տեղ տուն ունենան, այսինքն այս բոլոր հարցերը թիրախային պետքա որոշվեն ու ծրագիրը շարունակականություն է ունենալու, բայց 2250 գործարք արդեն կատարված է, ինչը ըստ էության մեծ ձեռքբերում է, ու ես կարծում եմ, որ մինչև տարեվերջ մենք այս ծրագրի շարունակականության վերաբերյալ ավելի երկարաժամկետ ծրագրով հանդես կգանք, բայց այս օրինակ որ քննադատում եք, շատ հետաքրքիր երևույթի հերթական դրսևորումն է, որ դուք մեր ծրագրերը որ դուք չեք արել ժամանակին, ինչ-որ մեջ հիմա թեթև թերություն է գտնում ու քննադատում։ Ասենք օրինակ նույնը կարելի ասել դպրոցաշինության մասին, անցած նիստերի ժամանակ խոսում եք, խոսք եք տվել 300 դպրոց, 500 մանկապարտեզ, ընդամենը 41 էս բան կառուցվել։ Ուրեմն այդ քննարկումն էլ է վարչապետի մոտ տեղի ունեցել, դրա վերաբերյալ էլ պաշտոնական հաղորդագրություն կար։ Այս պայմանությամբ 45 դպրոց վերանորոգված եւ կառուցված է եւ մինչեւ մեր խոստացած ժամկետի ավարտով մենք ոչ թե 300, այլ ավելի քան 300 դպրոց կունենանք վերանորոգված եւ կառուցված եւ 500 մանկապարտեզից ավել։ Իսկ ուզում եք ես ձեզ հիշեցնեմ, թե քանի դպրոց է վերակառուցվել Հայաստանի անկախությունից հետո մինչև 2018 թվականը։ Ընդամենը, եթե չեմ սխալվում, 200 դպրոց, որից կեսը աղետի գոտում, այսինքն անհրաժեշտությունից ելնելով։ 5 տարում այս իշխանությունը դպրոցաշինության այնպիսի մասշտաբներ ապահովել, որոնք որ 25 տարում չեն ապահովել ու դա էլի շարունակական է լինելու։ Այնպես որ խնդրում եմ, եթե ինչ-որ բաների մասին խոսում ենք, եկեք ամբողջությամբ խոսենք։ Մեկ մեր արածները լավ չենք ներկայացնում, մեզ թվում է թե մարդիկ պիտի ամեն ինչի մասին իմանան, բայց այս տիպի սխալ ինֆորմացիաները թյուր ընկալում են ձևավորում։ Քանի որ ժամանակ կա, պարոն Մելքոնյան, ձեր ասացին էլ անդրադառնամ, ընդհանուր առմամբ համաձայն եմ ձեր ասածների հետ, բայց կարծում եմ, որ աղքատության ու սոցիալական հարցերի լուծման ամենակարևոր բանը, իհարկե աջակցության ծրագրերն էլ են կարևոր, բայց ամենակարևոր ու ճիշտ ճանապարհը այդ նորմալ տնտեսական աճ ապահովելն է, այդ մարդկանց այնպես անել, որ իրենք ոչ թե աջակցությունից կախվածություն ունենան, այլ կարողանան ինտեգրվել տնտեսական կյանքին ու եկամուտներ ունենան։ Եվ վերջում էլ ափսոս պարոն Մամիջանյանը գնաց, որ ասում էին մենք տեսեք ինչպես ենք ադրբեջանցիներին պատասխանում, այդ ուզում եի անպայման ասել, որ իրականում ադրբեջանցիներին, մոզամբիկցիներին, չգիտեմ, մնացածներին պետքա պատասխանել ոչ թե բառերով, այլ գործողություններով, այսինքն նորմալ երկիր կառուցելով, ոչ թե մեծ խոսալով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Սարգիս